Պարոն Մարգարյան, հայտնի ծեծից հետո, երբ որ ցեղապետարանում ծեծեցիք Արտուր Չախոյանին բռունցքներով, ձեզ պաշտոնից հեռացրեցին, հրաժարական տվեցիք ու հիմա ուզում եմ հարցնել առաջիկայում պաշտոնին նշանակվելու մտքեր կան, պլաններ ունեք։ Նախ եւ առաջ ինձ չեն հեռացրել պաշտոնից, որովհետեւ պաշտոնից հեռացնելը լինում է 1 ժամվա կամ 1 օրվա ընթացքում։ Այդ միջադեպից հետո, որը ծեզ չեմ անվանի, այլ կանվանեմ այլ կերպ, ինչը Ինչպես օրինակ։ Բռունցքներով հարվածում եք։ Հարվածել եմ բռունցքներով, ճիշտ է, բայց որևիցե մեկը իրավունք չունի մտնել պետական կառույց, խոչընդոտել պետական կառույցի աշխատանքը, հարվածել աշխատակիցներին, ինչից հետո եմ ես միջամտել։ Ներողություն, պարոն Մարգարյան, ձեզ ընդհատեմ, դուք դուռը բացեցիք առանց տեսնելու ինչ է կատարվում, այդ ամեն ինչը ուղիղ եթերում, ուղիղ Արտուր Չախոյանին։ Ձեզ ով ասել, որ ես չեմ տեսել։ Տեսել եք տեսախցիկները։ Իհարկե, տեսախցիկներով ես ամեն ինչ տեսել եմ։ Երբ որ աշխատակիցն ասում է նորմալ խոսա քեզանից տարիքով մեծի հետ դուրս արի հետո կխոսենք, ինքը պտտվում է, հարվածում է իմ աշխատակցին ու որի հետևանքով կոտրվել է նրա քիթը։ Ինչից հետո ես արդեն միջամտել եմ, այո, միջամտել եմ բռունցքներով, որովհետև Արտուր Չախոյանը կարող կոտրել ոչ թե մեկի, այլ երկրորդի կամ երրորդ քիթը, նամանավանդ այնտեղ կային կանայք։ Իսկ քրեական գործի մասով ինչ կա։ Քրեական գործի մասով որևիցե բան չեմ կարող ասել, քրեական գործը ընթանում է, դատարանում է, հարցաքննվել եմ բոլորը, դատական երկրորդ, երրորդ նիստն արդեն ընթացքը ցույց կտա։ Իսկ նոր պաշտոնի նշանակման հեռանկարներ։ Չեմ ուզում խոսել այդ մասին։